Փաշինյանը կարող է իրական խաղաղություն բերել։ Կծիծաղամ այդ բառի վրա։ Ինչի։ Որովհետև սուտ է դա։ Տանուլ կտա ամբողջ Հայաստանը։ Չի կարա բերի։ Ոչ, որովհետև մենք թույլ ենք այս բանը, զենք չունենք։ Ուժեղը մենակ կարող է խաղաղություն ձեռք բերի։ Ոչ։ Ինչի։ Խաղաղություն չկարող ունեք դուք հետ, որ ամբողջ կյանքը մեզ կոտորել է։ Ոնց կարես խաղաղություն ստեղծես կամ ընկալես, որ խաղաղություն կարող է լինի։ Ոնց։ Ոչ մեկը չի կարող պատասխանել։ Ըստ ձեզ։ Ես էլ չեմ կարող ասել։ Դե փորձում է, բայց տեսնանք կստացվի։ Որտեղ մի քիչ բան է, էլի։ Եթե կամքից մարդ ուժեղ չի լինում իրական խաղաղության մասին խոսել է, ոնց է դա, ճիշտ է դա առնում։ Չեմ կարող։ Ինչի։ Դե արդեն խորան։ Որտեղ խաղաղությունը հենց խաղաղությունը ինքնիսիկյան չի գալիս։ Խաղաղությունը գալիս այն ժողովրդի համախմբվածությունից։ Դե անացելով հա։ Իսկ ձեր մտածելով։ Մտածելով չէ։ Իմ կարծիքով, եթե խաղաղությունն է, բալաներից չէին տանի կոտորեն ջիգը։ Չէ երևի։ Որտե թույլ է ինքը։ Ոչ։ Ինչու։ Ինչ կարամ ասեմ։ Ասեք աչքի տեսած սամախինում։ Ես կարամ ասեմ, եթե քաղաքական գործես հերո եմ։ Դժվար հարց է, բայց ինքը չի բերելու խաղաղությունը պետք է բանը բերի։ Իր այդ մարվեն հարցերը վերլուծվի։ Մենակ Փաշինյանը հարցը չի լուծում։ Պետք է խոսք կան բանի հետ, Ադրբեջանի ղեկավարի հետ, Թուրքիայի հետ, պետք է կարեն լեզուճարեն իր այդ որպեսզի երկիրը խաղաղ լինի։ Նա կարող է խաղաղություն բերել։ Ըստ ձեզ։ Դա հարց է, էլի չեմ կարող արտահայտեմ այդ միտքը։ Հիմա այսքան պատերազմ եղավ իր օրոք թեկուզ։ Ինքը ինչ խաղաղություն բերեց։ Ինքը միայն սահմանի կորուստներ տվեց։ Այդ 5000 հոգին որ զոհվեցին, ինչքան ունենք մենք Բաքվի բանդերում։ Բացի եկել այսքան էլ սահման կորցրեցինք, միջև հիմա հələ նրանք սահման են ուզում։ Այն որ ինքը հանձնում արագ, ընկնում է, հա, դե ստորագրենք, հողը տանք, մենակ թե կռիվ չլինի։ Խաղաղությունը պարտվելով չեն բերում, խաղաղությունը հաղթանակով են հաստատում։ Կոնկրետ ձեր կողմից վստահությամբ կողեք ստանա Փաշինյանը։ Ժողովուրդը իրանից օգնել է։ Դժվար թե ստանա, իմ կարծիքով։ Ինչի։ Որովհետև ինքը ինչ արել ժողովրդի համար այսքանի տարում։ Ինչ է արել։ Ոչ թոշակառների թոշակն է բարձրացրել, ոչ աշխատավարձ է բարձրացրել։ Մենակ իր թիմին, չգիտեմ, հավելավճարներ, ինչեր, ինքը ինչ է մտածում գյուղացու համար կամ հասարակ ժողովրդի համար։ Սամվել Կարապետյանը քի բռավ։ Տերտերներին բոլոր ամբողջ հայազգին մեկ-մեկին հացրել է, թշրամացրել է, խի, ով է ինքը, եթե այդքան խելոք է, ու մի հատ լավ զենք հնարի արտադրի, իր թշրամուն ջարդի։ Նա նպատակը մեկն է, ինքը ընտրի նայից հետո հերանիցի ժողովրդի, այս երկրի։ Ինքը մեզ վրա ծիծաղում է։ Անհնարին բան է, անհնարին։ Ի վերջո կստանա։ Չէ։ Ինչի։ Ինքը կորցրել է, իր ամեն ինչ կորցրել է, օրեկան իր առետինն է դնում է։ Շատ խոսացող մարդը շատ սխալներ թույլ կտա։ Դա հենց ինքն է։ Ոչ։ Ինչի։ Ես այդ կարծիքին եմ։ Չէ երևի։ Փաշինյանը կստանա այնքան ինչքան որ ինքը արել է։ Չի ստանա։ Ինչի։ Եթե չլինի, ժողովուրդը ոտել բոլորը յասպապած է։ Որ մեկն է գոհ, դու գոհ քո կյանքից։ Ոչ մեկը գոհ չի։ Որ մեկը կընտրի իրան։ Ընտրել եմ, երկու անգամ իրան եմ ընտրել։ Ես սխալվել եմ։ Երրորդ անգամ կսխալվեմ։ Նորից սխալմունք թույլ տանք։ Ինչի՞ չէր հետաքրքրվում ժողովրդի անցյալով, ներկայով, որ ժողովուրդը նորմալ չեն ապրում։ Մինչև հիմա ինչի՞ չէր մտնում ժողովրդի մեջ։ Հիմա արդեն ընտրություններ եկել է մտնում ժողովրդի մեջ, ինչի՞ համար։ Կողմից չէ, բայց ես վստահ չեմ մեր ազգի բարոյականությանը, կարող եմ գնա դավաճանին, ոնց որ ընտրել է նախորդ անգամ կարող եւ ընտրի։ Դա
ցավալի է, բայց մեր ազգը այդ է, որ պատրաստ է դավաճանի նորից երկրորդ, երրորդ, 10-րդ անգամ ընտրի։ Իմ կողմի ժամանակը ցույց կտա, բայց 21 թվին էլ ոչ մեկ չէր հավատում, որ Փաշինյանը մեծամասնություն կստանա, չէ՞։ Բայց ստացավ, որտեղ Հայաստան ընտրությունները հիմա անկանխատեսելի է։ Մինչև 18 թվականը կանխատեսելի է եղել ամեն ինչ, բայց 18 թվականից հետո անկանխատեսելի է։ Չեմ կարող ոչ մի բան ասեմ։ Ձեր կողմից ձեր ձայնը կլինի Փաշինյանին, թե ոչ։ Ես ոչ գնալու եմ, ոչ էլ մի բան չի գալ։ Ես ինվալիդ թալիս եմ գնում, վեր եմ գնում։ Ոչ միտեղ չեմ գնում, հեն եմ սաղորը տանը պարկած։ Եթե իմ կարծիքով, եթե արդար ընտրություններն ժողովուրդը ես իմանում եմ, որ 60%-ը իրացած չեն տալու։ Ես առաջի վստահողն եմ իլել, բայց վստահությունը կորցրել է, չգիտեմ։ Իմ կողմից ոչ մի դեպքում։ Ինչու՞։ Ես ասինք խաբեբա է։ Մուտիլովչիկ, սուտ խոսան, էլ ոնց ասեմ։ Մանիպուլյան։ Ես այս 8 տարվա մեջ իրանց մի ճիշտ խոսք չեմ լսել։ Ասածել ոչ մի բան չի արել։